Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել և այսպիսով Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է։ Հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում ձեզ հետ միասին մենք մի խնդիր ունենք լուծելու։ Պետք է տեր կանգնենք խաղաղությանը, որը նոր է, մանուկ է, դեռևս խոցելի է և մեր ամենօրյա խնամքի կարիքը ունի։ Հունիսի 7-ին գնացեք ընտրական տեղամաս և տեր կանգնեք խաղաղությանը, քվեարկելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին։ Ձեր Նիկոլ։ Այսպես է դիմում վարչապետ Փաշինյանը ժողովրդին քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում։ Վարչապետն ընդգծում է, ծրագրի գաղափարախոսական հիմքն իրական Հայաստանն է, Հայաստանի տնտեսական ու ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը։ Խաղաղության հետ կապված մենք նախընտրական ծրագրում արձանագրում ենք, որ խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման առաջնային քայլերը հետևյալն են։ Առաջինը՝ սահմանազատման գործընթացի շարունակությունը։ Երկրորդը՝ տրիպ նախագծի իրագործումը 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հռչակագրի և 2026 թվականի հունվարի 14-ին Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից ընդունված տրիպի իրականացման շրջանակի բովանդակությանը համապատասխան, որը կհանգեցնի տարածաշրջանային կապուղիների լիարժեք ապաշրջափակման։ Հաջորդ քայլը խաղաղության ինստիտուցիոնալացման բնականաբար Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագրի վերջնական ստորագրումն է, վավերացումը։ Խաղաղության ինստիտուցիոնալացման թվարկած քայլերը սպառիչ չեն, ավելացնում է Փաշինյանը։ Քաղաքացիական հասարակության գործարար համայնքի ներկայացուցիչների շփումները, երկկողմ առևտուրը, քաղաքական, մշակութային, հումանիտար երկխոսությունը խաղաղության ինստիտուցիոնալացման կարևոր գործիքներ են և քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կքաջալերի ու կաջակցի այդ ուղղությունների ակտիվացմանը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում։ Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ արդեն իսկ որոշակի ծրագրեր իրականություն են դառնում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ առևտուր է քայլ-քայլ փոքր քայլերով և հաստատվում, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շփումները արդեն կոնկրետ հունի մեջ են ընկած, ես հույս ունեմ և համոզված եմ, որ առաջիկայում նաև գործարար կապեր կհաստատվեն, որը խաղաղության ինստիտուցիոնալացման կարևորագույն միջոցներից և գործիքներից մեկն է։ Ծրագրի երկրորդ կետը կոչվում է կրթությունը, ռազմավարությունների ռազմավարություն։ Վարչապետը պարզաբանում է, կրթությունը պետության զարգացման ռազմավարության իրագործման առաջնային գործիքն է։ Քաղաքացի-պետություն հարաբերությունները կրթական հարաբերություններ են թե քաղաքացու, թե պետության համար։ Մի այսպիսի բանաձև, որը ես ինքս էլ կիրառում եմ և կարծում եմ, որ դա լավ և ճիշտ բանաձև է։ Իսկ այդ բանաձևը հնչում է հետևյալ կերպ։ Եթե մեր մոտ ինչ-որ բան չի ստացվում, առաջին քայլը, որ մենք պետք է անենք, վերադառնալն է մեր կրթությանը։ Ես չեմ ասում, որ մենք պետք է գնանք նորից դպրոց կամ մանկապարտեզ և նորից սկսենք։ Ոչ, մենք պետք է մեր գիտելիքին, մեր կրթական խնդրին անդրադառնանք, որովհետև ցանկացած հարցում, կենցաղային, սոցիալական, եթե մեր աշխատանքը մեզ չի բերում բավարար արդյունք, ուրեմն մենք առաջին գործը, որ պետք է անենք, հետևյալն է, մենք մեզ հարց պետք է տանք, իսկ ինչն ա, որ ես չգիտեմ։ Ընդ որում այս հարցը վիրավորական չի ոչ մեկի համար։ Ըստ Փաշինյանի կրթությունը ցկյանոց գործընթաց է։ Հաջորդ կետը վերնագրված է պետություն, պաշտոնյա քաղաքացի հարաբերությունների շրջապտույտը։ Ինչ է պետությունը, որն է նրա առանձնահատկությունն ու նշանակությունը։ Ինչ է նշանակում լինել պաշտոնյա, պետական կամ համայնքային ծառայող և կամ լինել քաղաքացի։ Ինչպիսին են նրանց հարաբերությունները և ինչպիսին պետք է լինեն, ինչ առանձնահատկություններ և ինչպիսի ռիսկեր ունեն այդ հարաբերությունները։ Սա առանձնահատուկ կրթական թեմա է, որը կենսական նշանակություն ունի պետության զարգացման և հարատևության համար
եւ այս ուղղությունը պետք է ներկա լինի կրթության բոլոր մակարդակներում, հանրային կյանքի բոլոր ոլորտներում։ Քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքը իրեն։ Պետությունը պետք է սիրի իր քաղաքացուն եւ սիրելի լինի նրա համար։ Սա է պետական պաշտոնյայի գործունեության խորքային նպատակը։ Վարչապետն անդրադառնում է նաև հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությանը։ Նախընտրական ծրագրում այս բաժինը եւս առանձնացված է։ Ըստ վարչապետի, այստեղ առանցքային դեր ունի տարածաշրջանացումը, հարաբերությունների հետագա զարգացումը Վրաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի հետ։ Քաղաքացիական պայմանագիրն այս ճանապարհով է գնալու։ Ես նախորդ օրը ազգային ժողովում էլ խոսեցի, օրինակ քաղաքական ընդդիմության որոշ ներկայացուցիչներ շատ հաճախ մեզ եւ կոնկրետ ինձ մեղադրում են ադրբեջանամետ եւ թրքամետ լինելու մեջ։ Իսկ ինչա տեղի ունեցել եւ տեղի ունենում իրականում։ Իրականում տեղի ունենում հետեւյալը, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններում մենք միշտ գործել ենք երրորդ երկրների միջոցով։ Այսինքն մեր ասելիքները եւ մեր օրակարգերը 90 եւ ավելի տոկոսով քննարկել ենք երրորդ երկրների միջոցով։ Եվ ինչ ենք արձանագրել։ Մենք արձանագրել ենք մի շատ պարզ բան, որը ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հիմքեր։ Երբ որ դու երրորդ անձի միջոցով ես շփվում որևէ մեկի հետ, դու չես կարող երբեք համոզված լինել, որ քո ուղերձները երրորդ անձը հասցեատիրոջը ճիշտ է փոխանցում եւ նրա ուղերձները փոխանցելիս նույնպես ճշգրիտ է գործում, որովհետեւ երրորդ անձը կարող է ունենալ իր պատկերացումները, իր շահերը, իր ընկալումները։ Եվ մենք երբեք չգիտենք, որոնք են երրորդ անձի եւ երրորդ անձանց շահագրգռությունները։ Եվ միջայլոց սա է եղել նաեւ պատճառը, որ երկար տարիներ, տասնամյակներով մեր տարածաշրջանում խաղաղություն չի հաստատվել։ Կառավարող ուժը խաղաղության է հասել այդ հանգամանքը հասկանալով։ Այս գործելակերպի փոփոխությունն է, որ ոմանց հիմք է տալիս կամ իրենք դա օգտագործում են մեզ կամ ինձ մեղադրելու թրքամետության կամ ադրբեջանամետության մեջ։ Իսկ հարցը տևյալն է, որովհետև նրանք գործելակերպը մեր տասնամյակներով եղել է դա։ Թուրքիային բան ունենք ասելու, իսկ որ դե զանգենք, որ մայրաքաղաք զարգենք, որ մեր ասելիքը հասնեն Թուրքիային կամ Ադրբեջանին։ Մենք նախընտրել ենք, նախընտրում ենք եւ նախընտրելու ենք ուղիղ հաղորդակցությունը։ Նախորդող շրջանում Հայաստանը ռազմավարական գործընկերություն կամ օրակարգ է հաստատել ԱՄՆ-ի, Վրաստանի, Նիդերլանդների, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ղազախստանի, Եվրամիության, Գերմանիայի եւ Լյուքսեմբուրգի հետ։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցողական տրանսֆորմացիայի փուլում են։ Ըստ էության Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ամբողջությամբ կառուցվել են Ղարաբաղյան շարժման պայմաններում։ Հիմա երբ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, հիմա երբ խաղաղություն է հաստատված, երբ կոնֆլիկտը կարգավորված է, բնականաբար հարաբերությունները պետք է հարմարեցվեն, զարգանան այդ նոր տրամաբանությամբ։ Ուրիշ պարզ բան ասեմ, նախկինում կոնֆլիկտի պայմաններում մենք Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցություն երբեք չենք ունեցել։ Հիմա ունենք երկաթուղային հաղորդակցություն։ Դա ազդեցություն ունենալու է մեր հարաբերությունների վրա, միանշանակ։ Այդ ազդեցությունը լինելու է կառուցողական, միանշանակ։ Եվ հենց այս տրամաբանությամբ մենք շարունակելու մեր ճանապարհը եւ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում խնդիրներ ստեղծելու բոլոր փորձերը, ընդ որում հայաստանյան շատ ուժեր ուզում են հրահրել եւ սադրել ճգնաժամեր մեր հարաբերություններում, մենք նման բան թույլ չենք տալու։ Բոլոր երկրների հետ հարաբերությունները նույն մակարդակի վրա պետք է չլինեն, բայց հավասարակշռվեն, այնպես որ կշերտն ու նժարները լինեն հավասարակշռության վիճակում ու շուրջը գան երկրի գլխին, ասում է վարչապետը։ Մենք չպետք է ունենանք այնպիսի հարաբերություններ,
որի նժարում դրված է մեր հարաբերությունների ենթադրենք 60-70%-ը, էլ չեմ ասում 80-90%-ը։ Հայաստան-Եվրոպական միության հարաբերությունների մասին 2023-ից Հայաստանում գործող Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը նպաստեց երկրի կայունությանն արևելյան սահմանների երկայնքով, նկատում է Փաշինյանը։ Մանրամասնում 2025-ին ընդունվեց Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Մեկնարկեց Հայաստան-Եվրամիություն մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը։ Հայաստանին փոխանցվեց այդ ուղղությամբ գործողությունների ծրագիրը, անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունները։ Նույն թվականին ստորագրվեց Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգը։ Հաջորդ կետը վերաբերվում է Հայաստանի Հանրապետություն Եվրասիական տնտեսական միություն հարաբերություններին։ Եվ մենք արձանագրում ենք, որ հնարավոր չէ միաժամանակ լինել թե Եվրասիական տնտեսական միության անդամ, թե Եվրոպական միության անդամ։ Բայց քանի դեռ Եվրոպական միության հետ մոտարկման ԵՄ անդամակցության չափանիշներին համապատասխանելուն ուղղված բարեփոխումները համատեղելի են, այսինքն ԵՄ-ի եւ Եվրասիական տնտեսական միության հետ մեր հարաբերությունների զարգացման օրակարգերը քանի դեռ համատեղելի են, Հայաստանի Հանրապետությունը կշարունակի մնալ ԵԱՏՄ անդամ եւ կզարգացնի առևտրատնտեսական հարաբերությունները նրա անդամ երկրների հետ։ Երբ կգա ընտրություն կատարելու պահը, Հայաստանի ժողովուրդը հանրաքվեով կկայացնի որոշումը, նկատում է վարչապետը։ Հայաստանի Հանրապետությունը դարձել է նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած խաղաղության խորհրդի անդամ եւ կշարունակի աշխատանքներն այդ ձևաչափում, ընդգծում է նա։ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցված է եւ ակտիվության վերադառնալուն ուղղված քայլեր չեն ձեռնարկվի։ Հաջորդ գլուխը քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի վերաբերվում է արտաքին անվտանգությանը։ Սա շատ կարևոր հատված է մեր նախընտրական ծրագրի, սիրելի ժողովուրդ, սիրելի քաղաքացիներ, եւ ես հատուկ ուշադրություն եմ հրավիրում այս հատվածի վրա, որովհետեւ այստեղ մենք արձանագրել ենք, թե ինչ նկատի ունենք, երբ որ ասում ենք, որ բանակը արտաքին անվտանգության ապահովման առաջին գործոն լինելու պարագայում նշանակում է, որ արտաքին անվտանգություն գոյություն չունի։ Մենք բանակից առաջ անվտանգության լրացուցիչ գործոններ պիտի դնենք, որպեսզի մենք համարենք, որ ունենք իրական անվտանգություն։ Եվ հիմա հարցը հետևյալն է. բանակից առաջ ինչ գործոններ են, որ պետք է ապահովեն Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, արտաքին անվտանգությունը։ Այդպիսի առաջին գործոնը ըստ վարչապետի միջազգային լեգիտիմությունն է։ Միջազգային հանրությունը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը խորհրդային միության հայկական ԽՍՀ սահմաններով։ Այս սկզբունքն է դրված նաև հաստատված խաղաղության հիմքում։ Երբ որ մենք գալիս ենք միջազգայինորեն ճանաչված սահմանների շրջանակում ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, պատերազմի պատճառը վերանում է, պատերազմի ֆունդամենտալ պատճառը վերանում է եւ այդ հենքի վրա է, որ հնարավոր է լինում ստեղծել խաղաղություն։ Եվ սա է պատճառը, որ մենք ասում ենք նաեւ, որ այսօր ձևավորվել է պատերազմի եռագլուխ կուսակցություն եւ այդ կուսակցության նպատակը հիմա արդեն նրանք ուղիղ չեն ասում, բայց անուղղակի կամած քայլ Ղարաբաղյան շարժումը վերականգնելն է, այսինքն կոնֆլիկտը վերականգնելն է, այսինքն պատերազմը վերականգնելն է։ Ղարաբաղի շարժումը խաղաղության ու անվտանգության հետ անհամատեղելի է, ընտրությունը կատարվել է հօգուտ խաղաղության եւ անվտանգության։ Այսօր երկուսն էլ կան, ասում է վարչապետը։ Կարդում եմ նախորդ օրը, որ էլի պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչները քարտեզներով են հանդես գալիս, հրապարակումներով են հանդես գալիս եւ ինչպես հիմիջարից ասեմ, Ղարաբաղի կոնֆլիկտն էլ սկսվել է շատ անմեղ հումանիտար հարցերից։ Հիմա վերադարձի իրավունք։ Ղարաբաղ վերադարձի իրավունք։ Ադրբեջանը դրան կհակադրի ձեզ հայտնի թեմաները։ Եվ այդ կետի վրա կսկսի եռալ եւ կդառնա կոնֆլիկտ։ Մենք ասում ենք այդ թեմաները երկկողմ պետքա փակվեն։
Եվ սա իրատեսական եւ լեգիտիմ մոտեցում է միջազգային իրավունքի տեսակետից։ Եվ սա է մոտեցումը, որ երաշխավորում է խաղաղության։ Որտեւ եթե մենք հիմա ասենք, որ Ղարաբաղի մեր սիրելի հայրենակիցները պետք է վերադառնան Ղարաբաղ եւ մեր փախստականները պետք է վերադառնան, նրանք էլ են ասում, մեր փախստականներն էլ ուրեմն պետք է վերադառնան։ Ադրբեջանին ռազմավարական գործարք է առաջարկվել։ Երկու երկրները ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը սահմանազատում է արվելու։ Եվ հանգիստ ենք թողում իրար։ Հանգիստ ենք, ել չենք բանանում, փորփրում, ով երբ որտեղ ապրել եւ այլն, ինչա ունեցել, էսա ունեցել են անում։ Մենք փակում ենք այդ թեման։ Որ մեզ ասում են անդադ զիջումներ եք արել, իսկ ինչ ենք մենք զիջել։ Ինչ ենք մենք զիջել, եթե ելնենք մեր միջազգային լեգիտիմության տրամաբանությամբ։ Մենք ոչ մի բան չենք զիջել։ Բացարձակապես ոչ մի բան չենք զիջել, որը միջազգային օրենքներով մեզ է պատկանում, մենք դրանից ոչ մի բան չենք զիջել։ Խոսում մենք այսօր էլ ենք խոսում Հայաստանի շուրջ 200 կիլոմետր, քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների մասին։ Բայց նաև գիտենք արդեն ասցի դե յուրե իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթղթով մենք արձանագրել ենք, որ այդ հարցը կլուծվի սահմանազատման շրջանակում։ Մենք չպետք է մեր դնենք մեր առաջ ոչ լեգիտիմ խնդիրներ, հետո մեր 18 տարեկան զինվորներին ասենք, գնացեք դե մենք սենց խնդիր ենք դրել։ Փոխկապակցվածությունն արտաքին աշխարհի հետ արտաքին անվտանգության ապահովումն է, մանրամասնում է վարչապետը։ Խաղաղության խաչմերուկ նախագիծը եւ սրանից բխող թրիփը նման հնարավորություններ են ստեղծում։ Հայաստանը հենվելու է ռազմավարական այդ ընկալման վրա։ Իսկ եթե Աստված չանի Հայաստանի հետ մի բան այն չլինի, ում աշխարհում դա հետաքրքրելու։ Ես գիտեք ինչ անկեղծ ասեմ, ես միջազգային մամուլին հետևում եմ միշտ Եվ ինձ համար շատ տարակուսելի էր, որ օրինակ մեր կոնֆլիկտային իրավիճակները, էսկալացիաները շատ հպանցիկ էին լուսաբանվում միջազգային մամուլում, շատ հպանցիկ։ Եվ ես ինձ հարց տվեցի ինչու։ Ինչն է դրա պատճառը։ Դրա պատճառն է նա, որ մեր երկրի անվտանգության խաթարումը աշխարհում ոչ մեկի կյանքում ոչ մի բան չի փոխում։ Կա նաև ուրիշ գործոն՝ երկարաժամկետ կանխատեսելիությունը, այն է այլ երկրները Հայաստանին ավելի ու ավելի պակաս պետք է ընկալեն որպես սպառնալիք։ Եկեք պատկերացրեք մեր պլանն է, որ հիմա մենք խաղաղություն հաստատենք, ճանապարհները բացենք, տնտեսությունը զարգացնենք, միլիարդներ աշխատենք, հետո պատկերավոր ասած գնանք ծովից ծով Հայաստանը վերականգնենք մեր ընկալմամբ։ Կներեք մեզ ով կթողի, մենք զարգանանք։ Այսինքն մենք այդքան խելոք ենք, ուրիշները այդքան խելք չունեն։ Եթե այլ երկրները տեսնեն, որ Հայաստանը անկեղծ չէ խաղաղության իր օրակարգի եւ իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ, Հայաստանը ոչ միայն չի զարգանա, այլև չի գոյատևի։ Վարչապետը դիմում է ժողովրդին։ Ձեզնից յուրաքանչյուրը պետքա տեր կանգնի խաղաղությանը, որովհետև տեր կանգնել խաղաղությանը նշանակում է տեր կանգնել պետությանը։ Տեր կանգնել խաղաղությանը նշանակում է տեր կանգնել անկախությանը, ինքնիշխանությանը։ Բանակը եւս չի մոռացվում։ Վարչապետը շեշտում է, բանակը Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս չպետք է կիրառվի եւ պետք է ծառայի բացառապես Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքի պաշտպանության խնդիրներին։ Այս հայեցակարգի հիման վրա է, որ միջազգային սպառազինության շուկաները ժողովուրդ ջան, մեզ համար բացվել են։ Բա այն սպառազինությունը, որ մենք առաջիկայում ցույց կտանք, մենք հասանելիություն դա ձեռք բերելու ոչ թե փողի խնդիրն է եղել, փողի խնդիրը դե փողի խնդիր է, որը լուծելի խնդիր է, այլ մեզ չեն վաճառել այդ զենքերը։ Ինչի պատճառով։ Ղարաբաղյան կոնֆլիկտի պատճառով, որովհետև ասել են, որ մենք չունենք վստահություն եւ ընդհակառակը մենք չունենք վստահություն, որ Հայաստանի Հանրապետությունը այդ զենքերը չի կիրառի իր միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս խնդիրների լուծման համար եւ ընդհակառակը որոշակի համոզվածություն ունենք, որ այդպիսի նշանակությամբ կկիրառվի։
Վարչապետ Փաշինյանը հիշեցնում է, զորահանդեսը հանրապետության հրապարակում տարածաշրջանային լարվածություն չի առաջացնելու, որովհետև միջազգային հանրությունն ընդունել է։ Դա Հայաստանի լեգիտիմությունն է։ Այն, ինչ Հայաստանի ժողովուրդը կտեսնի մայիսի 28-ին, միայն սկիզբն է լինելու։ Նախընտրական ծրագրի հաջորդ ներքին անվտանգության ապահովման հայեցակարգը վարչապետը խոստացավ ներկայացնել ապրիլի 21-ին։ Մերի Խաչատրյան, լուրեր։